Թուրքիա այցելելուց առաջ այն խոսքերին, թե այս ազգը պաշտում է ոսկին, որևէ կերպ չէի արձագանքում, սակայն դրանում համոզվեցի մեր այցի հենց առաջին օրը։ Ցանկացած տեսակի կապիտալ այստեղ հարգի է, 2-3 կամ ավելի կին պահելու համար մեծ հնարավորություններ պետք է ունենաս, քանի որ տեղի մինուճար կանանց հավաստմամբ իրենց բոլոր մրցակիցները պարտադիր կերպով պետք է ապահովեն բնակարանով։ Իդեպ, ըստ նույն մինուճարների Արևելյան Անատոլիայում բազմակնությունը ընդունված երևույթ չէ։ Սա իմիջայլոց։ Իսկ ընդհանուր առմամբ կարսեցիների կենցաղը նման է մերին, սենյակների կահավորումը, գորգերի առատությունը, սնվելու կարգն ու սննդատեսակները։ Թեյ խմելու առաջարկը տեղի թուրքերի, քրդերի ընտանիքներում բարևից հետո ամենամասսայական արտահայտությունն է։ Ռուֆայի Քասեկի բնակարանը մեր այցելության օրը մարդաշատ էր, Սելիմից հյուրեր կային։ Սեղանի շուրջ ծավալված խոսակցությունը հիմնականում առնչվում էր հայ-թուրքական սահմանի վերաբացման հնարավորությանը։ Մենք դեմ չենք, ուզում ենք, որ սահմանը բացվի։ Նախկինում հայերը ավելի շատ էին գալիս, հիմա ոչ։ Սահմանը որ բացվի, բոլորի համար լավ կլինի։ Ռուֆային թուրքական երկաթուղիների պետական աշխատող է, եւ իդեպ իր բնակարանը անհատույց ստացել էր պետությունից։ Նա անընդհատ փորձում էր աչքի ընկնել անգլերենի իր սահմանափակ պաշարով եւ սահմանի բացման հարցի շուրջ իր դրական կարծիքն արտահայտում էր «no problem» արտահայտությամբ։ No problem, սա պետական քաղաքականություն է։ Մենք ուզում ենք, որ սահմանը բացվի։ Թուրքիան ոչ մեկի հետ թշնամություն չունի, ուրիշ երկրներ են խառնում։ Մենք ուզում ենք, որ բոլորի հետ լավ հարաբերություն ունենանք։ Չեմ էլ հիշում, քանի 100-րդ անգամ հրաժարվելով թեյի առաջարկից, մենք այցելեցինք Կարսի երկաթգծի հարևանությամբ գտնվող մեկ այլ բնակարան, որի նմաններին կարելի է հանդիպել Գյումրիի Սևյան, Կայարան, Պոլիգոն եւ շատ այլ թաղամասերում։ Մեքենավար Մուհարիմ Թորոմանի ցարական շրջանում կառուցված տանը կարելի էր հանդիպել ռուսական պատի վառարանի, կամինի։ Բացի դրանից բնակարանի մնացած ամբողջ գույքը կահ-կարասին, նոր էր եւ ժամանակակից։ Ինչպես նշեց տանտիրուհին Մեհթաբ Թորոմանը, դրա հնարավորություն իրենք ունեն, քանի որ ամուսինը երկաթուղային է, մեքենավար եւ ստանում է բավականին բարձր աշխատավարձ՝ 2500 թուրքական լիռա։ Չենջերում ավելորդ հարց ու փորձ չանելու համար ձեզ տեղեկացնեմ, որ 2500 լիռան համարժեք է 1700 ամերիկյան դոլարին։ Ենթադրելով, որ երկաթուղայինների ընտանիքն ավելի հակված կլինի սահմանները բաց տեսնելուն, մենք նույն հարցն ուղղեցինք Մեհթաբին եւ չսխալվեցինք։ Եթե սահմանը բացվի, առևտուրը կզարգանա, աշխուժություն կլինի, գնալ-գալը կշատանա, ավելի լավ կլինի։ Վերջում տեղեկանալով, որ Թորոմանների ընտանիքը սպասում է նոր բնակարանի իր հերթին, մենք հրաժեշտ տվեցինք եւ այցելեցինք հարևան բնակարան, որի տանտիրուհին անընդհատ համառորեն մեզ հրավիրում էր։ Այստեղ էլ պարզեցինք, որ այս ընտանիքն արդեն բնակարան ստացել է նորակառույց շենքերից մեկում։ Սա մեր տունն է եղել, վարձով ենք ապրել։ Հիմա նոր շենքում բնակարան ենք ստացել, գնում ենք։ Պետությունը հիմա մեկ ուրիշին է հատկացրել։ Մեր այցելած շրջանը հիմնականում բնակեցված էր երկաթուղայիններով։ Կարսի երկաթգծի կայարանից մինչև Գյումրի 1 ժամվա ճանապարհ է, եւ այդ ճանապարհին թվում է խոչընդոտներ չկան։ Սակայն դա միայն թվում է, այլապես մենք Թուրքիա հասնելու համար շրջանցիկ ճանապարհներով ավելորդ ժամանակ եւ միջոցներ չէինք ծախսի։ Սա Կարսի երկաթուղային կայարանն է, Հայաստանի սահմանակից հատվածը, որի բացման համար քվեարկել է Կարսի բնակչության շուրջ 80%-ը։ Կարսից Էդուարդ Մխիթարյան, Արտյոմ Ադամյան, Gala News։